Փորձենք գտնել MOM estimator geometric distribution-ի համար։ Այսինքն մենք ունենք random variable-ներ x1, x2, x3, xn, որոնք որ գալիս են Meyer distribution geometric-ից, որի որ պարամետրն է p-ն, probability։ Այս դեպքում էլ մենք ուզում ենք գտնել MOM estimator մեր p պարամետրի համար, unknown պարամետրի համար, ու դրա համար մեզ MOM-ը ասում է, որ առաջին հերթին գտնում ես population-ի մոմենտը։ Ինչը որ մեր մոտ population-ի մոմենտը, ինչը որ մեր մոտ mu1 շտրիխն է, expectation of x-ն է նույն, որովհետև k-ը հավասար է 1, իսկ դա ֆունդամենտալ քայլն է, որովհետև երբ որ k-ը հավասար է 1, մենք միշտ անում ենք մեր distribution-ի հենց expectation-ը, ոնց որ theoretic expectation-ը, որը որ մեզ մեր մոդելն է ասում on average պետք է լինի, իսկ geometric-ի համար մենք գիտենք, որ իր expectation-ը 1/p-րդ է։ Հետո մեզ MOM-ը ասում է, որ պետք է գտնել sample-ից մոմենտը, որտեղ որ m-ը 1-ում, քանի որ մենք estimate ենք անում մեր p պարամետրը, որի աստիճանը 1 է, ոչ թե օրինակ 2 կամ 3, մենք գտնում ենք m1-ը, այսինքն գրում ենք 1/n xi, որը մեր մոտ x բարն է, ստեղ 1 է գրվում, ստեղ էլ է 1 գրվում, բայց 1-ը չեմ գրում։ Ու ըստ երրորդ կետի մենք պետք է հավասարացնենք population-ի մոմենտը մեր sample-ի մոմենտին և հավասարացնենք, ուրեմն ստացվում է 1p-րդ հավասար է 1n-րդ sum of xi։ Բայց մենք դեռ չենք վերջացրել, որովհետև մեր ձախ կողմում մաքուր տեսքով մեր փնտրվող պարամետրը մենք չենք տեսնում, մենք տեսնում ենք 1p-րդ, բայց մենք չենք տեսնում հենց p-ն, դրա համար եկեք ավելացնենք չորրորդ լրացուցիչ կետը, որը մեզ ասում է, որ solve for unknown parameter, որը այս դեպքում p-ն է։ Այսինքն մենք պետք է գտնենք նենց, որ մեր ձախ կողմում գտնվող տերմինը լինի միայն մեր փնտրվող պարամետրը։ Դե այս դեպքում մենք կարանք մի քիչ հեշտացնենք, գրենք 1p-րդը հավասար է x բարի, ու ստեղ պետք է գտնենք ուղղակի p-ն, այս փնտրվող p-ն պետք է գտնենք, դե գրենք, որ խաչաձև բազմապատկում անելուց հետո կստանանք, որ մեկը հավասար է px բար, ու ստեղից էլ p-ն հավասար է 1 հարաբերած x բար։ Ու երբ որ մենք տեսնում ենք, որ ձախ կողմում մենք փնտրվող պարամետրն ենք միայն դիտարկում, կարանք այսպես դնենք հետ ու գրենք MOM։ Սա մեր MOM estimator-ն է geometric distribution-ի p unknown պարամետրի համար։ Ու նկատենք, որ շատ նման պատկեր ենք մենք տեսնում այս դեպքում մեր exponential distribution-ի համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այսինքն մենք լրացուցիչ step-եր պետք է անենք, որ solve անենք ու գտնենք մեր լյամդան էքսպոնենցիալի համար, տեսեք չորրորդ կետում մենք ստանում ենք, որ 1 լամդա-երորդ հավասար է x բար, ու ստեղից մենք նոր, այսինքն սա լրիվ մաքուր տեսքը չի, պետք է մի հատ լյամդան տանենք այս կողմ, որ աջ կողմում լինի միայն մեր sample-ից կախված տերմինները, ձախ կողմում միայն մեր unknown պարամետրը, ու լրիվ նույն վիճակը մենք տեսնում ենք geometric-ի դեպքում, որովհետև ստեղ էլ մենք տեսնում ենք 1p-րդ ու մենք պետք է անպայման unknown պարամետրը ձախում պահենք, իսկ բոլոր sample-ից կախված տվյալները աջում պահենք, որ մենք ասենք, որ սա մեր p-ի MOM estimator-ն է։ Շատ նման պատկերներ են, այսինքն geometric-ի համար, որը որ IS է, և exponential-ի համար, որը որ IS է։